Մեր սիրելի հեռուստադիտողներ, մենք սիրով շարունակում ենք մեր ընթացքը, ես չգիտեմ սա հատուկ էր արված թե չէ, բայց այսօրվա մեր հյուրերը հրաշալի ներաշխարհով են պարզապես գալիս մեզ մոտ ու ֆանտաստիկ լավ էներգիայով են լցնում, առանց այդ էլ մեր տաք ու ջերմ տաղավարը։ Ներկայացնեմ նրան, նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական բաժնի ղեկավար, հմայիչ, գեղեցիկ ու վառ անհատականություն Տաթև Եղիազարյանն է, հարգենք, սիրենք եւ պատվենք, բարի լույս։ Այ շատ շնորհակալ եմ, բուրըն։ Բարի լույս, սիրելի Տաթև, արդեն 5 վայրկյանի ընթացքում հարազատ դարձած կարծես թե բարի գալուց մեր տաղավար։ Անչափ զգացված եմ, շատ անակնկալային էր այս տեղը բացահայտել ինձ համար։ Գերազանց, շատ լավ եմ, մերսի։ Մենք իհարկե հասկացանք, որ Տաթևը շատ այլ շնորհքներ ունի, սիրելի հեռուստադիտողներ, ինձ թվում է մեր հարցազրույցի ընթացքում դեռ շատ այլ թեմաներից կխոսենք, բայց վերադառնանք բուն թեմային, ինչի համար որ հավաքվել ենք, սիրելի հեռուստադիտողներ, մարտի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ կհնչի Ատոմ Էգոյանի Արարատ ֆիլմի երաժշտությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ եւ իհարկե Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Կոմպոզիտորը երաժշտության Օսկարակիր Մայքլ Դանանը, կարծում եմ բոլորը ճանաչում են եւ ֆիլմն էլ բոլորը տեսել են։ Կլինի մեծ հրաշալի, կարծում եմ, համերգ, հենց միայն նրա համար, որ Արարատ ֆիլմի երաժշտությունն է բոլոր հայերի շատ սիրելի։ Մի փոքր կպատմեք, ինչու որոշվեց, որ հենց այդ երաժշտությունը նույնպես պետք է հնչի։ Եվ այս հարցը չեմ կարող չտալ իսկապես, թող որևէ մեկը տողատակեր, որպես այդպեսին չգտնի հարցիս մեջ, բայց արդյոք նաև ժամանակահատվածը հաշվի առնելով իր բոլոր գաղափարախոսություններով եւ բոլոր զարգացումներով, հենց այս ժամանակահատվածում որոշվեց որպես հաղորդակցություն է եւ հիշեցում, այո։ Չէի կարող պարզապես չտալ, համեցեք։ Հա, ես կուզեի, որ սա ավելի շուտ կատարվեր, իհարկե, բայց նման հզոր ստեղծագործությունը նաեւ ֆիլմի հետ կապված առնչությունը ցանկացած տարի էլ սա կարող ենք ոնց որ ելույթ ունենանք։ Ինձ համար կարևոր է այն փաստը, որ բոլորիս համար, որ սա երաժշտության կոնկրետ ֆիլմի երաժշտության պրեմիերան է լինելու Հայաստանում։ Նենց որ այո, նենց ոնց որ մեր բոլոր համերգներն են իհարկե գերազանց անցնում, բայց հուսամ սա ավելի շուկով կանցնի։ Պենզերեցկի վերջին մեր փառատոնի եզրափակիչ համերգն է, որի ժամանակ կկատարվի Արարատ ստեղծագործությունը ֆիլմի առանձին որպես երաժշտություն։ Ես կարծում եմ, ոնց որ օրինակ Տիգրան Մանսուրյանի գործերը, չէ, արդեն ֆիլմից մեզ հայտնի երաժշտություններ են, ինձ թվում է սա էլ պետք է առանձին կանգնի որպես բացի ֆիլմի հետ կիցված երաժշտություն առանձին ինքը այդպես էլ կայանա եւ արդեն կայացել է եւ հուսամ մյուս տարիներին էլ կօգտագործենք։ Ինչու հիմա ավանդույթ է ֆիլմերի երաժշտությունները, կարծես թե եւ հայկական եւ արտասահմանյան պահանջարկը կա փաստացի։ Պահանջարկը կա, ինձ թվում է ես որպես արվեստագետների ընտանիքից միշտ այդ ձգտումը ունեցել եմ, ջազ եմ ավարտել Նյու Յորքում, հետո դասական, բայց մի օր հասկացա, որ Pixar-ի ափն էի նայում եւ հանկարծ հասկացա, որ այդ միաձուլումը պատկերի եւ երաժշտության շատ ինձ հոգեհարազատ թեմա էր եւ իսում գաղտնիք չի, որ բոլորիս համար էլ դա զգողական ուժ ունի, չէ, ինչի Հոլիվուդը դարձավ Հոլիվուդ էլի։ Հա, շատ հաճախ այո, հիշում են երաժշտության, այս դեպքում չեն կարող ասել երաժշտությունն է շատ լավը, ֆիլմը վատը, գուցե զուգակցումն է։ Դրանք իրականացնող միանշանակ երկու ուղղություններ են։ Վերադառնանք Արարատին։ Հա, վերադառնանք Արարատին։ Սերգեյ Սմբատյանը մեր գեղարվեստական ղեկավարը կապի մեջ է եղել, համագործակցություն է եղել Armenian Film Society-ի հետ, հատկապես Արմեն Կարողլյանի հետ, որի միջոցով էլ Մայքլ Դանայի հետ է հանդիպել եւ այս պահին ես եմ Մայքլ Դանայի հետ կապի մեջ, ով որ մեզ իր մի քիչ փոխած նոտաները ուղարկեց մի քանի շաբաթ առաջ եւ մենք սիրով պատրաստել ենք գործը։ Փոքրիկ փոփոխություններ կան մեջը եւ Ատոմ Էգոյանն էլ մեզ հատուկ սիրալի ուղերձա ուղարկել։ Ներկա չեն լինելու կոմպոզիտորը կամ կոմպոզիտորը ցավոք ներկա չի լինելու, Ատոմ Էգոյանն էլ մի ուրիշ փառատոնի է Եվրոպայում, բայց ես հուսամ, որ սա շարունակական ընթացք կունենա եւ սա միակ անգամը չի լինի, որ Արարատը կհնչի, որտեղ իրոք որպես suite ինքը կարող է ներկայանալ միայն որպես երաժշտական կոմպոզիցիա։ Խոսելով շարունակական ընթացքի մասին հետաքրքիր մի հարց է առաջանում, արդյոք այս միտումը լինելու է շարունակական որ իմաստով։ Ստեղծագործող մարդը ազատ է եւ հատկապես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միշտ էլ կատարում է թերևս ամենաորակյալ երաժշտական ստեղծագործությունները եւ այլն, չխոսենք այդ մասին բնավ, բայց այս դեպքում սա հայ երաժշտական իրականության կարևոր ձեռքբերումներից մեկն է, երբ մեր հայ երաժշտական
երաժշտական աշխարհը լցվում է հայկականով, այս դեպքում ժամանակակից դասական եւ նաեւ ժամանակակից, այո, նման հայկական ժառանգություններով կհամալրվի մեր երաժշտական աշխարհը, թե չէ, որը հենց պատմական ակնարկ ունի, պատմական հիմք ունի եւ որը նաեւ ներկայացնում ինչու ոչ մեր պատմության էջերից մեկը։ Այո, կունենա եւ այս առումով ես նշեմ, որ մեր համար հատուկ է այն փաստը, որ Մայքլ Դանան հայ չլինելով մեր որտեվ մոդերը, չէ, մոդենտները հայկական հատուկ մենք լադ ունենք եւ ելևէջներ, երգեցողական, թե ինստրումենտալ, շատ սիրուն է այդ փաստը ինձ համար որպես երաժիշտ ընկալել եւ գրանցել, որ ոչ հայ մարդը իրոք ոնց որ մեր արևը, մեր ձայները ոնց որ իրա մեջ իրոք կարծես Մարսելա նոր էս երաժշտությունը քան որ ասացիք շփում ունեք, կապ ունեք, հետաքրքիր է ինչպես է ստացվեց, որ այդ զգայականությունը պահպանվել է, գուցե հայկական երաժշտություն, հայկական մշակույթն ուսումնասիրել է, գրել։ Անպայման, դե ինքը երաժշտությունը գրելուց նախ Հատո Մեգվանի հետ երբ որ ֆիլմը նկարել են Հայաստանում ա եղել։ Այնպես որ հենց երաժշտությունը կարծես բնականաբար մեր ժամանակներից առաջ եկած երաժշտություն կա, չէ, դա Գարունը կա, Ուրես Մայրիմ եւ այլն, բայց ինքը որպես կոմպոզիտոր Երևանում է այս ամեն ինչը ընկալել, այս քաղաքում մանգալով եւ ոչ միայն Երևանում, ընդհանրապես Հայաստանում Հատո Մեգվանի հետ ֆիլմը նկարելուց է այս ամենը զգացել, երաժշտությունն էլ լսելով իրա արդեն մշակումն է կայացրել Արարատի համար, այսինքն այնպես չի, որ ինքը Կանադայում նստած հանկարծ ինչ որ իրան Գարուն են ուղարկել կամ Կոմիտասի մի քանի գործ ինքը մշակել է դա միայն իրոք եկել է ամբռնել է մեր մշակույթը Մենք սա մարտի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնենք մեր հանդիսատեսին։ Այո, շատ ավելի հաճելի կլինի, երբ մենք իմանանք, որ Արարատի ֆիլմի երաժշտությունը նաև հնչելու է աշխարհի մեծ ու մասշտաբային բեմերում։ Կա նման նախաձեռնություն, որպեսզի մենք ունենանք առիթ շատ ավելի հպարտանալու, որ ժառանգությունը շրջագայում է աշխարհով մեկ երաժշտական ժառանգություն։ Այո, ի նկատի ունեք Արարատը, որպեսզի որպես առանձին իր երաժշտությունը։ Այո։ Հուսամ, դեռևս նման ծրագիր չկա, բայց սկսենք Հայաստանով, պրեմիերան անցկացնենք Հայաստանում։ Պարտադիր ու կարևոր պայմաններից։ Այո, ես կուզեմ, որ մեր երիտասարդ սերունդը հատկապես գա, լսի այս երաժշտությունը եւ կարողանանք իրան առանձին նորից եմ ասում ընկալել որպես երաժշտական suite, ոչ թե մենակ ֆիլմի հետ կապված, որտեվ բայց նաեւ սա լավ առիթ կլինի նաեւ ֆիլմը կարծես վերակենդանացնելու, որտեվ եթե չեմ սխալվում 2002-ին ֆիլմը դուրս եկավ։ Հա, հիմա կարծես ինչ որ տենց կադրերն են բեմում համեմված համերգ ոչ այս ծրագրին, քանի որ մեր փառատոներին, Պենզերեցկի փառատոնին եւ հայ կոմպոզիտորների փառատոնին փորձում ենք մի քիչ ավելի դասական մնալ այդ կոնցեպտով, այսինքն էկրան չենք օգտագործի, որ բոլորի ուշադրությունը լինի միայն երաժշտությունը, բայց այս փառատոններից զատ դրանցից դուրս հատուկ մեր ծրագրերի համար, ինչպես գիտեք Մանսուրյանի եւ այլն, օգտագործում ենք էկրանները, չէ, այս պահին կենտրոնանալու ենք միայն երաժշտության Արդեն իմացանք, որ նաև դաշնակահար եք, երգչուհի, կոմպոզիտոր, հետաքրքիր է ինչ գործունեություն եք դուք անձամբ ծավալում։ Կամ հասցնում եք արդյոք ծավալել այս։ Գուցե կա ֆիլմեր, որ երաժշտության հեղինակը դուք եք, բայց մենք տեղյակ չենք։ Կան, քանի որ ես Նյու Յորքում եմ այդ գործունեությունը ավելի շատ ծավալել, այնտեղ եմ սկսել։ Փոքրիկ ֆիլմերը նորակ Sebastian's Voodoo, որ իմ ամենաառաջին միակ վախենալու ֆիլմն է եղել, որ գրել եմ, կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ է։ Հետո Unframed, որ քուրիկիս հետ եմ նկարել, ռեժիսորը նա է Unframed կարճամետրաժ ֆիլմի, երաժշտությունը ես եմ գրել, սա ահագին մրցանակներ հաղթեց, թե Եվրոպայում եւ թե Ամերիկայում, չնայած Եվրոպայում ավելի լավ ընդունվեց, որտեղ տենց հոլիվուդյան ավարտ չուներ, էլի վերջում բոլորը ուրախ երջանիկ ամուսնացան եւ տենց ավարտ չուներ, Եվրոպայում դա ավելի ընկալվեց, ավելի գնահատվեց։ Երաժշտական իմ նախաձեռնությունները, քանի որ թիմի գեղարվեստական որպես համակարգող եւ թիմի ղեկավար շատ դժվար է որևէ ժամանակ գտնել, բայց ասեմ, որ ամսի 29-ին, քանի որ ես այստեղ եմ համ Կերոնի, համ էլ Իգորցի համադրությամբ, իրենք կազմակերպում են Music of Armenia, մեկ էլ Կերոն հիմնադրամը միասնական կազմակերպել են մետրոյի, ես չեմ իմանում դուք իմացաք, որ սիմֆոնիկը մեծ շուքով Կերոնի հետ միասին մետրոյի բացումը կատարեց, երաժշտական բացում էր երիտասարդական մետրոյում, որից հետո ամեն 5 շաբթի տարբեր արտիստներ նվագում են, երգում են, այս
գալիք 27-ին, մարտի 27-ին ինձ են խնդրել, որպեսզի ես իմ քվինտետով նվագեմ։ Արագ այսպես շատ տաղանդավոր աղջիկների իրար հետ կապակցեցի եւ մի քանի փորձից հետո հասկացանք, որ պատրաստ եմ։ Այո, կարող եք։ Այո, իմ Ջեյրան բենդից թողել եմ Նյու Յորք, եկել եմ Հայաստանի Պետական Սիմֆոնիկի հետ աշխատելու, կարոտում եմ իրենց շատ, բայց այս անգամ աղջիկներով, քանի որ կանանց դեռևս ամիսն է, մարտի 27-ին 6:30 երիտասարդական մետրոյում համերգ ունենք։ Իսկ աղջիկներին գտել եք հենց այստեղ Երևանում։ Դե երկուսը Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի անդամներից են, ում հետ մենք միշտ կապի մեջ ենք։ Տաթև իսկ ինչու է Նյու Յորքում ձեր բենդը։ Ինչու այստեղ չեք աշխատում, ուրախացնեք մեզ։ Բերեի իրանց, բայց ինքն է խանգարում, որ այստեղ աշխատում։ Միայն դա, այն փաստը, որ ուղղակի արդեն ժամանակի խնդիր է դառնում, դա, քանի որ ես դե իհարկե Էլվինա Մակարյանի էլ մեր մյուս ջազ եւ ընդհանրապես էստրադայի արտիստների երգեր գիտեմ, սովորել եմ, նվագում եմ, երգում եմ, բայց քանի որ ես կոմպոզիտոր եմ, սիրում եմ ավելի շատ իմ հեղինակային գործերի վրա ուշադրություն ժամանակ տրամադրեմ, որն էլ շատ դժվար է գտնել, շատ ժամանակը շատ սուղ է, ես իրականում ասեմ ծուրը նստենք դուզը խոսա, ես շատ քիչ ժամանակ ունեմ ընդհանրապես որևէ բան անելու ու անգամ Նյու Յորքում ես այսքան չեմ աշխատել։ Վերջին հատվածում հատկապես երաժիշտների հետ զրուցելով, այստեղ առանձնացնենք հա երգիչ ու երաժիշտ, որովհետև երգիչներին մոտ գուցե չկա այդքան այդ խնդիրը, բայց երաժիշտները շատ են վերջերս բողոքում ճակերտների մեջ ասված այն երևույթի հետ, որ կոչվում է արհեստական բանականություն։ Իսկ քիչ առաջ մենք նշեցինք, որ երաժշտության մեջ շատ կարևոր է մարդկային գործողը, մտածողությունը, ներաշխարը, բնությունը, թե դու որտեղ ես ծնվել եւ հաստատ քո ստեղծագործության մեջ ինչ որ կերևա այն զգացողությունները կամ թեկուզ պատկանելություն ազգային, որ դու ունես եւ կրում ես։ Բայց վերջին շրջանում արհեստական բանականությունը շատ հեշտությամբ մի քանի այսպես արգումենտներ նրան տրամադրելով, կոորդինատներ, հա, ոչ եւ այլն գործիքներ, միանգամից մի քանի վայրկյանում քեզ տալիս է պատրաստի երաժշտություն եւ ոչ պրոֆեսիոնալ, պարզապես մարդիկ, ովքեր ուղղակի սիրում են երաժշտություն, գուցե չզգան, որ դա ստեղծել է ոչ թե մարդը, այլ ստեղծել է հենց արհեստական բանականությունը։ Ինչպես եք վերաբերում այս ամենին եւ սա ուր կտանի մեզ արդյոք լավ է թե վատ։ Հա, իհարկե բարդ հարց եք տալիս, բոլորս էլ բացի երաժիշտներից, բոլորս էլ այս թեմայի հետ բախվում ենք, թե ճարտարապետ, թե երաժիշտ եւ թե գիտնական, տարբեր բնագավառների։ Հա, ասենց ասեմ, ես ձեզ հարց տամ։ Օրինակ արհեստական բնականության կողմից սարքած մի երգ ասեք, որ տենց լավ ձեր սրտի խորքերում է հասել։ Չկա համենայն Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, արտիստն է, չէ՞, այսինքն երաժիշտն է, որ կենթանացնում է երաժշտությունը, չէ՞։ Ես այդքան այդ կոնցեպտից, այդ AI-ի չեմ վախենում, որովհետև ինձ թվում է թե նկարիչների համար եւ թե չնայած տեսողական Չեք վախենում, գուցե որովհետև դուք պրոֆեսիոնալ եք, դուք մասնագետ եք, շատ լավ հասկանում եք լսել ու ընկալել ու տարբերել, բայց ընդհանուր մասշտաբային առումով ես այստեղ գուցե տեսնեմ որևէ վտանգավոր տաժ, որը կարող է մի հետընթաց Եվ հետո երկար կյանք չի ունենա ցանկացած ստեղծագործություն, որը ստեղծված է արհեստական բանականության միջոցով, որովհետև այո, եթե զգայունություն չկա, եթե հոգուդ մտքիդ չի դիպչում, կարծում եմ ինչու ենք մենք տվյալ երգը կամ ֆիլմը երկար հիշում, ինչ որ դրվագներ ենք հիշում, ինչ որ նոտաներ ենք, որովհետև զգում ենք մաշկով, այո, այս դեպքում Տաթև մի միտք ես որսացի, որ խոսում էիք ֆիլմերի երաժշտության մասին եւ ինչու Հոլիվուդում հավանեցին դա, որովհետև այդ երջանիկ ավարտ կոչվածը չունեցավ։ Այ հետաքրքիր է, ինչու այնտեղ հիմա մարդիկ ավելի հակված են ոչ երջանիկ ավարտների, այսինքն դա համարվում է կրեատիվ, եթե ժամանակին բոլորիս համար այդ happy end կոչված այսպես դասական օրինակ է, պետք է վերջում զույգերը սիրեին, ամուսնանային, երեխաներ, ինչպես հեքիաթներում, այո։ Հիմա Հոլիվուդը հոգնել է դրանից եւ որքան մռայլ, որքան գաղ, որքան մոխրագույն, որքան տխուր, այնքան հաճելի է, ինչու, որովհետև շատ երջանիկ են եւ հոգնել են այդ կենսակերպից, թե ֆիլմերն են շատ այդպեսին եւ հոգնել են։ Միգուցե մեր ընդհանրապես աշխարհի վիճակը ցույց է տալիս այն, որ դա այնքան էլ ռեալիզմին մոտիկ չի եւ հոգնել։ Ես ինքս էլ օրինակ Great Gatsby քանի անգամ, քանի տարբերակ պետք է ունենանք կամ Beauty and the Beast։ Սրա քանի տարբերակը պիտի ունենանք, մինչեւ հասկանանք, որ
որտեվ նոր բաներ գրվում են, չէ։ Ուղղակի սա դարձել է մարքեթինգի մի բան, որ բոլորը գիտեն, որ սա ավելի լավ է ծախվելու, եւ Mary Poppins-ի 14-րդ տարբերակն էլ կարող ենք, չէ, ուրեմն կազմակերպել եւ Broadway-ում հանեն, որը արդեն այստեղ դառնում է փողի հետ կապված հարցը, այսինքն համոզված են, որ սա կվաճառվի, դրա համար այդպես են անում, բայց ինձ թվում է բոլորս էլ թե քաղաքական եւ թե զգացմունքային առումով, թե Միացյալ Նահանգներում եւ թե ընդհանրապես գլոբալ աշխարհում հասկանում ենք, որ սա իրական կյանքի պատկերը չի եւ միգուցե բավարար է, ես հուսամ սա նաեւ կթարգմանվի քաղաքական դաշտի վրա ու մարդիկ կարթնանան։ Նաեւ այդ թեմայով ասեմ, որ ասենք արհեստական բանականության հետ կապված, որ ասեցի այդքան էլ ես չեմ վախենում այդ մտքից, որ արվեստագետներին կփոխարինի բան, երգիչների ձայների վրա աթեթուն են, չէ՞ դնում։ Դա իմ վրա ազդում է ոչ լավ ձևով։ Ես դա չեմ սիրում, սիրում եմ, որ բնական ձայնը լինի, եթե իհարկե հատուկ են բաներ կա, որ պետք է այդպես արվի, հասկանալի է, բայց ընդհանուր շաբլոն առումով ես ուզում եի ասել, որ միշտ այդպես է եղել, ընդհանուր մասան, ոչ միայն Հայաստանում, ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլ ընդհանրապես աշխարհում, թե խոսում ենք արվեստից, թե խոսում ենք մշակույթից, թե խոսում ենք քաղաքականությունից, թե գիտնականների աշխատանքներից, ընդհանուր մասան միշտ էլ ցավոք սրտի այդ միջին խավն է եղել, որ չի կարծես տարբերում, ուզում եմ ասեմ, երևի շատ բան չփոխվի այդ առումով։ Միշտ էլ հասկացողները լինելու են կրթված, ճաշակով, լավ ականջ ունեցող մարդիկ, միշտ էլ ընդհանուր մեծ մասան ցավոք սրտի լինելու է այն մասան, որը ոնց ասեմ, ռաբիզա լսում եւ դա է իր նախընտրած Այստեղ պարզապես մի փոքր կորում է մարդկանց հետաքրքրությունը, մարդկանց զարմանալու կարողությունը, որովհետև երբ դու օրինակ ստեղծագործելու այո, Հայաստանի Պետական Սիմֆոնիկ տվագախմբի կատարումների մասին, յուրաքանչյուր երաժիշտի կատարումը եւ կատարողականությունը մեզ կարող է հենց զարմանալի թվա, թե ինչպես այդ մարդը օրինակ նվագում, չգիտեմ, ջութակը կամ թավջութակը կամ փողային գործիքները եւ այլն, բայց երբ որ այդ ամենը ընդհանրապես մեկ կոճակի օգնությամբ դու կարողանամ ուղղակի լսել, այդտեղ արդեն ինչ որ բան կորում է համենայն դեպս, բայց շնորհիվ ձեզ ու ձեզ պես շատ ու շատ ստեղծագործող մարդկանց, այո, մենք դեռ կշարունակենք վայելել բարձրորակ երաժշտությունը, կվայելենք կենդանի կատարումները եւ նման հսկայական ու հետաքրքիր գործերով կլցնենք մեր երաժշտական ժառանգությունը։ Հաստատ հայկական երաժշտական ժառանգությունը։ Այո, հենց այդ կենդանի կատարումն էլ շատ հատուկ կոմպոնենտ է, չէ, երաժշտության մեջ։ Երբ որ կենդանի լսում ես մարդուն նվագելուց, կապը ուրիշ ձևի է։ Անկամ ոչ միայն էմոցիոնալ առումով, ոչ միայն զգացմունքային առումով, գիտական ձևով էլ, երբ որ դու հանդես գալիս ես կենդանի եւ հանդիսատեսը քեզ հետ կապ ունի, այսինքն նստած է նույն համերգասրահում, որտեղ որ երաժիշտները տատանումների վիբրացիոն համակարգը մեր կիսագնդերի, գլխի կիսագնդերի ձախ եւ աջ կիսագնդերի վրա լրիվ ուրիշ ազդեցություն ունեն, քան երբ որ ձայնագրություն ես լսում։ Դա չխորանակ արտահայտության մեջ, բայց անպայման չեմ կարծում արհեստական բանակցություն։ Տաթև եւ մի այսպիսի հարց, որ հայտնի ֆիլմի երաժշտությունը կուզենայիք դուք գրած լինել։ Այ, ես հարցեր, ես ինչ հետաքրքիր հարցեր։ 3-2 1 շատ արագ շատ երկար մի մտածեք։ Prestige։ Սիրելի ֆիլմերը շատ են։ Հա։ Ձեզ շատ շնորհակալ ենք, որ գտաք հաճելիորեն այս խառնաշփոթի մեջ րոպեներ, որ տրամադրեցիք մեզ, գտնվեցիք պետաղավարում եւ ունեցանք շատ հաճելի կարծում եմ հարցազրույց, ուրախ ենք, որ ճանաչեցինք ու ինչ որ չափով կարճամետրաժ հարցազրույցի շրջանակներում փորձեցինք բացահայտել ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։ Քանի որ շատ հեռացանք թեմայից, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական բաժնի ղեկավար Տաթևը Եղիազարյան։ Թեման որն էր, այն որ մարտի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ հնչելու է Ատոմ Էգոյանի Արարատ ֆիլմի երաժշտությունը, այնպես որ կարծում եմ հրաշալի օր եւ երեկո է սպասվելու հատկապես լավ որակյալ երաժշտություն սիրող մեր հանդիսատեսի համար։ Այո։ Մենք բարև երկիրն ենք ու շարունակում ենք մեր ընթացքը, մնացեք մեզ հետ։